լսեցին Ալբաժան հիմնավորումները, որոնց կապակցությամբ կասեմ հետևյալը։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է թե նախորդ կալանավորման որոշմանը ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձը մնացել կալանքի տակ, այդ անհրաժեշտությունը ինչու է կայացել։ Եվ բարձր գործունեությունում կա եւ դիտաշտեր եկել, որ առաջին իսկ կալանքից սկսած ունեցել են խոչընդոտման մեկին, թե կալանքի մեկին խոչընդոտում։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների հարցաքննություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք գործողացել է դատարանը, ու տեսնում ենք ինչ վիճակ է, ինչ ներկայացվել։ Մենք հասկանում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում եղադրանքի կողմը չարաշահել է եւ կորզել է դատարանից կալանքը, դատարանի, այսպես ասած, խաբել, որովհետեւ արձանագրված է, որ ակտիվ ապացուցման փուլում են բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցաքննեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ուղարկվել է դատարան։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանին, ասում ենք գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, բայց պատասխանող։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարացումից մինչ այս պահը Մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրինի կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել, նախաքննական կալանքը շարունակում է պահպանվել հիմքերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ էր ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա տեսման։ Ուր են այդ վկաները, որոնց վրա ազդեցություն։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ուժողների ցուցմունք եւ զննման արձանագրություններ տեսանյութեր։ Հասկանալի է, որ տեսանյութերի զննումներին տեսականորեն Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն ունեցել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ է, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Մեդիա դաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգառույց լինելուց հետո շարունակում են հակաերգրեցական վարք դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց շազդի ուժողի վրա, իսկապես։ Ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում հայտնեն։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցմունքները, կարող ազդի ձեր վրա սրբազանը։ Ես այն նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախս անեն բյուջեից, ոստիկանները տրամադրել, հսկեն ես մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանգարց սրբազանը չազդի։ Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչին համար են ունում են պետք։
Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը, որ մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող ազդեցություն լինի, պետությունն են գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն ներկայացրել դատարան, այնինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու դժոխ, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա։ Բայց ասում են խոչընդոտ, խոչընդոտելը ո՞նց մի դրսևորում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում։ Մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։ Ունենք ընդհանրապես մեկ հիմք, որ վկաների վրա կարող էր ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպար չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն հարցաքննման ենթակային ուժող պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ, իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ անցկացնել, որ հանգարց կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամ Այստախմազյանը փոխի իրացուցմունքը սրբազանից ազդվելով։ Ու այս պայմաններում մենք հանգիստ միջնորդում ենք, ասում ենք սրբազանի պայմանանքի, դա շարունակականությունն արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէր նախորդ ռիսկերը դատարանի արձանագրած։ Պատվարժան դատարան, երկար բարակ չցանրացնեմ իմ գործընկերները տեղացնեմ։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցի չկա եւ անհապաղ կալանքը ենթակայա վերացման։